Պարոն Ասլանյան, խնդրեմ դուք ասեք, ինչ խորհուրդով եք եկել այստեղ, ընդհանրապես մենք դասեր քաղեցինք, թե ոչ։ Ինչ վերաբերում է ինձ, ես արմատներով Արևմտյան Հայաստանից եմ եւ այստեղ գալը ոչ միայն այդ 1.5 միլիոնին турքը հարգանքը հիշողությունը տալ է, դա նաև իմ արմատներն են, որովհետև իմ ընտանիքը, այո, անձնական, իմ հիշողությունը, իմ տատիների պատմածները, իմ մեծ ընտանիքը, որը ապրել է այնտեղ, 72 զոհ ունենք մենք Եղեռնին, եւ որևէ մեկը երբևէ ինձ կամ իմ ընտանիքի որևէ անդամի չի կարող մեղադրել, որ մենք գալիս ենք։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ այսօրվա վիճակին, ես դեռ տարիներ առաջ այսպիսի միտք ասի, որ Եղեռնը ոչ այնքան մեր ցավն է, որքան մեր սխալը, որովհետև այնինչ կատարվել է հայ ժողովրդի հետ ավելի քան 111, ավելի ճիշտ 111 տարի առաջ, ավելի շատ մենք պետք է համարեինք սխալ, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե այդ սխալները ոնց պետք է անենք, որ այս սխալները չկրկնվեն, բայց ցավալիորեն 100 տարուց ավել ժամանակահատված եւ հիմա մենք դա չգիտես ինչու համարում ենք ցավ, դրա համար էլ ցավի հետևից ենք գնում եւ ոչ թե սխալները ուղղելու։ Այո, մենք պետք է հասկանանք, սա մեր նախնիների կանչն է եւ մենք մեր հոգու մեջ կրում ենք դա։ Ոչ ոք մեզանից չի կարող պահանջել, առավել եւս չի կարող հեռացնել, որ մենք այսօրը չհիշենք մեր նախնեած տանջանքները։ Պարոն Ասլանյան, ձեր ավագները ինչ են պատմել ձեզ, ինչպես են գաղթել Արևմտյան Հայաստանից, ինչ հուշեր են ներկայացրել ձեզ, որ դուք պահում եք ձեր մեջ։ Գիտեք ինչը, շատ բան կարելի ասել, իմ հիմա անգադառնամ մի քիչ էսնում իմ երկու տատիները ֆիդային են եղել։ Իմ հարուտ պապս Վանում Արամ Մանուկյանի կողքին կռվել է։ Ես պապիներից չեմ տեսել, պապերիս, բայց իմ տատիներն այնքան բան էին պատմում, թե Օսմանյան կայսրությունում իրենք ինչ ձևով էին ապրում։ Մի փոքրիկ կադր մենակ ասեմ, իմ մայրական կողմից Ֆիդան տատը, որը հենց այդպես էլ ասում էր, ես 8 թե 9 տարեկան էի, երբ արդեն երբ որ ես տանից դուրս էի գալի, փոքրիկ աղջնակ էի սիրուն գեղեցիկ, իմ տատս կամ մայրս բռնում էին օջախից մուրը քսում էին իմ երեսին, որ չերևան, որ սիրուն եմ, որ թուրքը չբռնի տանի ինձ։ Այդ վիճակով են ապրել թուրքի ձեռքի տակ։ Պարոն Ասլանյան, լինելով Արևմտյան Հայաստանից գաղթածների թորդ, դուք ինչ եք կարծում, այսօրվա ինչպես եք նախ ընդունում այսօրվա իշխանության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ, արդյոք նրանք պահանջատեր են Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Թուրքիան ճանաչի եւ փոխհատուցի։ Գիտեք ինչ, հիմա ես արդեն կարող եմ կոպիտ ասել, եթե մի երկրի վարչապետը այդքան չի հասկանում, որ հայ ժողովուրդը, քանի դեռ ինքը կա, պահանջատեր է լինելու, ոչ թե այն առումով, որ մենք պետք է զենք վերցնել Թուրքիայի եւ այլն, բայց մենք մեր պահանջատիրությունից երբեք չպետք է հրաժարվենք։ Դա մեր արմատներն են, չի կարելի, պետությունը պետք է արժանապատիվ ձևով պահի նաեւ իր քաղաքացիների արժանապատվությունը։ Պատմությունից ո՞ր հրաժարվել։ Պատմությունից, բայարկ է, պատմությունից չեն կարող հրաժարվել։ Դա պատմությունն է, դա մենք ենք, մեր գեներն են։ Պատկերացնում եք, շատ կներեք կոպիտ օրինակ ձեզ բերեմ։ Գենետիկորեն դուք աղջիկ եք, չէ՞։ Պատկերացրեք, որ ձեզնից պահանջեն, որ դուք չընդունեք, որ դուք աղջիկ եք։
Եսի Մարսից եկի չեն, որտեղից եկի չեն, դուք մի էակ եք, որը գոյություն չունեք։ Ոչ, դուք գենետիկորեն ստեղծվել եք եւ շարունակում եք ու պետք է ստեղծեք։